Վերջին մեկ շաբաթում չկա մի օր, որ խաղաղ բնակիչներ չզոհվեն ռուսների եւ ուկրաինացիների հարվածներից։ 5 մարդ է սպանվել Սևաստոպոլում պայթյունի հետևանքով։ Պայթյուններ են եղել քաղաքի մի շարք շրջաններում։ Գրեթե 1 տասնյակ մարդ վիրավոր է, նրանց ծանր այրվածքներով են տեղափոխել հիվանդանոց։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների տվյալներով գիշերային հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, 24-ը վիրավորվել, վնասվել են տասնյակ բնակելի տներ։ Մեծ հրդեհ է բռնկվել Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում։ Այստեղ է Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավաթը, Ռուսաստանի նավթավերամշակման եւ նավթաքիմիական խոշորագույն արտադրական համալիրներից մեկը, որը մի քանի անգամ է այս տարի հայտնվել ուկրաինացիների թիրախում։ Բաշկիրիայում Վայլբերիսի արդյունաբերական գոտին եւ լոգիստիկ կենտրոնն են եղել ուկրաինացիների թիրախում։ 21 անօդաչուով է եղել հարձակումը, դրանցից 16-ը խոցել են։ Վայլբերիսը հայտարարել է, որ այդ օբյեկտում ապրանքներ չի ունեցել։ Մեկ գիշերում ավելի քան 350 անօդաչու թռչող սարք են որսացել Ռուսաստանի 17 շրջաններում։ Ուկրաինան հայտարարել է Նովորոսիյսկում ռուսական 4 ռազմանավ խոցելու մասին։ Իրենց ռազմական հաջողությունների մասին է հայտնել Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հպարտությամբ հայտարարել է, որ տարեսկզբից 26 բնակավայր են վերադարձրել։ Ալեքսանդրովսկի ուղղությամբ գործողության ընթացքում իրենց բանակը նաև 745 քառակուսի կիլոմետր տարածք է հետ բերել։ Այդ ընթացքում առնվազն 9500 ռուս զինծառայող է սպանվել, նաև գերիներ կան։ Օդեսայի մարզում ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքը հարվածել է Օդեսա-Դնեպր ուղևորատար գնացքի։ Մեքենավարն ու նրա օգնականը զոհվել են։ Ըստ Ուկրզալիզնիցիա ազգային ավիափոխադրողի, հարձակումից առաջ երբ հնչել է օդային տագնապ, գնացքը մտել է երկաթուղային կայարան, որպեսզի ուղևորները դուրս գան գնացքից։ Պատերազմը շարունակելու համար Վլադիմիր Զելենսկիի խոսքով անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները վաճառի իր պատրիոտ հրթիռների 5%-ը։ Այդ դեպքում կհաղթահարեն ձմեռը, ասել է Զելենսկին։ Նրա խոսքով գործընկերների հետ համատեղ ծրագիր ունեն։ Դրա շնորհիվ ստիպելու են Պուտինին դադարեցնել պատերազմը։ Գաներ Մովսիսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։